Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, բարև ձեզ, պարոն Ռուբինյան, տեսեք, միաժամանակ երկու գործընթաց, գրեթե միաժամանակ սկսվեց, երկուսն էլ, բայց սակայն մի թեմայով, հա, վարչապետին անվստահություն հայտնելու նախ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը առաջարկով հանդես եկան իմպիչմենտի գործընթաց սկսելու, դրանից հետո մի քանի օր առաջ ձեր նախկին գործընկերներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, նույնպես ձեր նախկին գործընկեր Էդմոն Մարուկյանին առաջարկեցին այսպես գլխավորել իրենց այդ նախաձեռնած գործընթացը իմպիչմենտի եւ առաջադրվել վարչապետի թեկնածու երկրորդ նախաձեռնությունը արդեն կարելի ասել մահացավ, որովհետեւ ընդդիմությունը չմիացավ այդ առաջարկին, առաջինը դեռ ջուր է տանում։ Հիմա ըստ ձեզ ինչու հենց հիմա սկսվեցին այդ գործընթացները։ Եթե անկեղծ չի ուզի շատ մեկնաբանել սա, որովհետեւ ես սա համարում եմ լավ շոու, լավ հեռուստատեսություն, ինչպես ԱՄՆ նախագահներ ասում, it's good television եւ սա այդ առումով պետք է խոստովանեմ, որ շատ լավ հեռուստատեսություն է եւ ժամանցի շատ լավ միջոց է հետեւել այս լիակատար ֆարսին, ավելի շուտ ֆարսը սկզբից լիակատար չէր, հետո երբ որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը եւ պարոն Մարուկյանը միացան այս գործընթացին, ֆարսը դառավ կատարյալ եւ այստեղ նույնիսկ դիտողի համար եւի պարզ չի ով բարեկամն է, արդեն ով նախկին գործընկերն է, ով ինչի համար է ուզում առաջադրի եւ ընդհանրապես ինչ է կատարվում։ Իսկ եթե լուրջ պատճառը մեկն է, 2026 թվականից սպասվում են հերթական ընտրություններ եւ բոլորը պատրաստվում են դրան։ Եվ ընդդիմադիր ուժերը փորձում են դիրքավորվել այդ ընտրություններին ընդառաջ։ Իրենք բոլորն էլ գիտեն, որ ոչ մի իմպիչմենտ էլ չի լինելու, իրենք բոլորն էլ գիտեն, որ լինելու են հերթական ընտրություններ եւ իրենք դրան ընդառաջ դիրքավորվում են։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բեմադրում են միմյանց միջև հակադրություն, որպեսզի փորձեն այդպես ինչ-որ ձայներ ստանալ եւ հետագայում միանան իրար, ինչպես օրինակ Գյումրիում տեղի ունեցավ։ Պարոն Մարուկյանը ուզում է խաղարկել երրորդ ճանապարհի իր սիրած դասական սխեման եւ սա է պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը փորձում են իրենց այսպես ասենք գոյության քաղաքական անիմաստությունը ինչ որ մի կերպ լցնել, ինչ որ մի իմաստով եւ սա է տեղի ունենում։ Ես դեմ չեմ, որ սա տեղի է ունենում, ինչպես ասացի, շատ հետաքրությամբ դիտում եմ։ Քանի որ շոուի մասին խոսք գնաց, մի փոքր էլի ռեմարկ անենք այս թեմայով, Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ դուք հրաժարվել եք իրեն ընդունել, ինքը դիմել է այդ հարցով դատախազություն, քանի որ դուք ի պաշտոնե իրավունք չունեք քաղաքացուն չընդունել, եւ նաեւ հայտարարեց, որ ինքը այնքան լուրջ եւ հիմնավոր քաղաքական տեքստ ունի ձեզ ասելու, որ դուք ուղղակի խուսափում եք, դուք փախել եք հանդիպումից։ Կգնամ կնստեմ, ինչ ասեմ։ Լավ։ Տեսեք, նույն պարոն Աղազարյանը երեք այդ ձեր տեղը նստած մեր տաղավարում հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ինքը տեսնում է։ Տեսեք, դուք ասացիք, որ հերթական ընտրությունները 26 թվականին է լինելու, ընդ որում դրա համար որպես հիմնավորում շատ հետաքրքիր փաստարկ բերեց։ Ասաց, որ դա ձեռնտու է ոչ թե կամ ոչ միայն իշխանություններին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում վարչապետը, քաղաքական ուժի ղեկավարը միանձնյա է կազմում նախընտրական ցուցակը այն դեպքում, երբ հերթական ընտրությունների դեպքում այդ ցուցակը պետք է կազմի, այո, պետք է կազմի հարցավարտեմ, պետք է կազմի համագումար եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է գնում դեպի ավտորիտարիզմ, իրեն հենց այդ պատճառով ձեռնտու է որ ընտրությունները լինեն արտահերթ։ Դե եթե իրոք այդպես է ասել, սխալ պնդում է արել, որովհետեւ նախ արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակը կազմում է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ կուսակցության վարչությունը, եւ պարոն Աղազարյանը պետք է որ դա իմանար։ Պարոն Աղազարյանի պնդմամբ դա միևնույն բանն է, այսինքն դա նշանակում է որ Նիկոլ Փաշինյանը միայն է։ Դե սխալ է ասում, որովհետեւ նույնիսկ ինքն էլ է եղել վարչության անդամ եւ ինքը պիտի իմանա, որ արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցության
նախընտրական ցուցակը կազմում է վարչությունը եւ ոչ վարչապետը, բայց բացի դրանից ոչ մենք պլաններ չունենք արտահայտ ընտրությունների եւ 2026 թվականին լինելու են հերթական ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ լրագրողների հետ նեղ շրջանում ասեմ, հա, կամ ասեմ իր նկատմամբ լոյալ լրատվամիջոցների։ Ես կասեի իր աշխատողների հետ։ Ես մասնագիտական որոշակի սկզբունքներից ելնելով նման պնդում անել չեմ կարող։ Տեսեք, հայտարարեց, որ իշխանությունները նյարդային են, որովհետև տեսնում են, որ հանդիմությունը հասնում է իր նպատակներին, մասնավորապես, եթե այլ կերպ ձևակերպեմ պարոն Քոչարյանի նախորդ ասածներից մեկը, հանդիմությունը սկսել է իշխանությանը քոքից մաշեցնել։ Եվ ձեր նյարդային արձագանքը կապված է հենց դրա հետ, խորհրդարանում ցանկացած անդիմադիր ելույթի հետ կապված։ Հիմա հարց է այստեղ առաջանում, դուք նյարդային եք թե ոչ։ Եթե անկեղծ ասեմ, այո, նյարդային են, բայց ոչ այն պատճառով, որ նշել է պարոն Քոչարյանը, այլ այն պատճառով, որ համաձայն եք, օրինակ, լսել Ռոբերտ Քոչարյանից, որը եւ որի ընտանիքը իդեպ որից եւ որի ընտանիքից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնագրավել մոտ $100 միլիոն դրամական միջոցներ տարբեր արժույթներով, այսինքն $100 միլիոն cash, պլյուս 22, եթե չեմ սխալվում, անշարժ գույք, պլյուս մի քանի ընկերություններում մասնաբաժին, պլյուս ավտոմեքենաներ եւ այլն, ու այս մարդը, օրինակ ձեր նշած իր աշխատողների հետ հանդիպմանը, ասում է, ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Սրանից ավելի մեծ խրիցա երեսպաշտություն էլ չի, հեսա լպիրշություն է ուղղակի, ու դա նյարդայնացնող է, իհարկե։ Բայց միևնույն ժամանակ, այո, մենք այսպիսի բաներից նյարդայնանում ենք, որովհետև դա, ինչ ասեմ, վիրավորում է մեր արդարության հանդեպ զգացումները։ Բայց մյուս կողմից մենք նաև հանգիստ ենք, որովհետև պարոն Քոչարյանը ձև չունի եւ ինքը իր ապօրինի ձեռք բերած գույքը մինչեւ վերջին կոպեկ պիտի մուծվի պետական բյուջե, ու նաև այստեղ դուք հարց կտաք, կասեք 7 տարի է անցել նրան այն պահից, երբ որ դուք եկել եք իշխանության, բայց ինչու մինչ այս պահը չի մուծվել, ես էլ կասեմ, որովհետև մենք ի սկզբանե հետևյալ գործելակերպն ենք որդեգրել, որ մենք չենք ուզում ուղղակի գանք եւ կուլակաթափ անենք բոլորին առանց օրենքների նայելու եւ այլն։ Մենք որոշել ենք, որ մենք ինստիտուցիոնալ ենք մոտենալու այս հարցին։ Դրա համար 2020 թվականին մենք ընդունեցինք ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որին ի դեպ պարոն Էդմոն Մարուքյանը վարչապետից 5 պակաս ըստ իրեն կողմ չի քվեարկել եւ իր խմբակցությունը կողմ չի քվեարկել, մենք որ այսօր ես տեսա պարոն Մարուքյանը վերջերս ասում էր կոպիտ ասած ոնց որ մեղադրում էր իշխանությանը, որ ապօրինի գույքը չեն կարող վերադարձնել, ուզում եմ հիշեցնել, որ ինքը կողմ չի քվեարկել ապօրինի գույքի բռնագանձման նախագծին, բայց դա սա ի դեպ։ Եվ 2020 թվականին այդ օրենքը ընդունվեց, հետո դատախազությունը սկսեց գործել եւ արդեն մենք ունենք պաշտոնական դատախազության կողմից պահանջ Քոչարյանից եւ իր ընտանիքից ապօրինի ձեռք բերած գույքը բռնագանձելու վերաբերյալ եւ ոչ միայն Քոչարյանից, տեսել եք, որ ցավոք մեր ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների երկու խմբակցությունների էլ անդամների մի մեծ հատված անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործերով եւ իրենք բոլորը մուծվելու են իրենց ապօրինի ձեռք բերած գույքը։ Իհարկե այդ թվում նաև պրոֆեսիոնալները ինչ նկատում։ Դե մեր գործընկերներից մեկը նախքին հայտարարել էր, որ ինքը 3 բնակարան ունի, որովհետև ինքը պրոֆեսիոնալ է եղել ու լավարել 4-րդն էլ կունի։ Դե չգիտեմ ով է պրոֆեսիոնալ, ով պրոֆեսիոնալ չի, չգիտեմ կոնկրետ այդ դեպքում գործ ունենք ապօրինի գույքի հետ, թե գործ չունենք, դա թո դատախազությունը բարձի, եթե բարձելու կարիք կա, բայց բոլոր նրանք, ովքեր կուտակել են ապօրինի գույք, իրենք պետք է վերադարձնեն դա պետությանը, ձև չկա ուղղակի եւ այս վերջին սրացումների պատճառը հենց դա է, բայց մենք շատ հանգիստ ենք եւ մենք գնալու ենք առաջ, մենք ասելով նկատի ունեմ մեր պետական եւ իրավապահ համակարգը, որտեղ մենք որպես օրենսդիր եւ որպես քաղաքական թիմ իրենց տվել ենք այդ գործիքակազմը, որպեսզի իրենք թալանը եւ գողոնը վերադարձնեն եւ վերադարձնելու են։ Սա է։
Իսկ Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, թող ինչքան ուզում է իր խմբակցության անդամներին կամ իր փոքրիկ որդուն ուղարկի ազգային ժողով տարբեր սկանդալներ սարքելու, դա իրեն չի օգնելու ուղղակի։ Տեսեք, ընդդիմությունը մասնավորապես պնդում է, ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչներն են այդ պնդումը անում, որ ամեն անգամ նյարդային իրավիճակ խորհրդարանում ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմությունը խոսում է գործող իշխանության կոռուպցիոն մեխանիզմների մասին, այսինքն իշխանությունը շատ ցավոտ է ընդունում այդ մեղադրանքը, ընդ որում ցավոտ է ընդունում, որովհետև ասում է, եթե բարկանում ես, ուրեմն դու ճիշտ չես, հա, հիշում եք հին անտիկ հունական այդ երկու մասի բաժանեմ պատասխանես, նախ ոչ իրավիճակը չի լարվում նման խոսակցություններ, օրինակ վերջին անգամ իրավիճակը լարվեց այն պահին, երբ որ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին ասեց ով ես դու արա։ Կներեք, բայց ոչ Քոչարյանը, ոչ իր փոքրիկ որդին Հայաստանում այլևս երբեք ոչ մեկի չեն կարող ասել ով ես դու արա, սկսած ԱԺ փոխնախագահից, վերջացած սովորական քաղաքացուց։ Իրենք այդ իրավունքը չունեն եւ երբեք չեն ունենալու։ Երկրորդը այո, իհարկե մենք շատ ծանր ենք տանում, երբ որ Թալանի պաշտպան խմբակցությունները, որոնց գոյությանը միակ իմաստն է, որ իրենց ղեկավարների ապօրինի ձեռք բերած գույքը պաշտպանեն, գալիս մեզ հանիրավի մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Իհարկե ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական ուժ, որին հանիրավի մեղադրանք է ներկայացվում կոռուպցիայի մեջ, պիտի դրանից նյարդայնանա նեղսրտի եւ պատասխանի։ Եթե ընդ որում ես այս տրենդը նկատում եմ, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց հանցակիցները այսպիսի մի նոր տակտիկա են թերևս որդեգրել, քանի որ իրենք պիտի պաշտպանեն իրենց ապօրինի ձեռք բերած գույքը, որը կրկնում եմ, արդեն գործընթացը մեկնարկած է, դատախազությունը պահանջել է, իրենք փորձում են արդարանալ հետեւյալ կերպ, մոտարապես կարելի է, եթե պարզ այսպես ձևակերպենք, հա բայց դուք եք Թալանում։ Նախ ինքնին աբսուրդ է, որ փաստորեն իրենք ամեն դեպքում ընդունում են, որ Թալանել են, եւ երկրորդը աբսուրդ է, որովհետեւ որևէ բանական մարդ չի կարող քաղաքացիական պայմանագրին մեղադրել կոռուպցիայի մեջ, որովհետև հիշեցնում եմ, էլի, մենք 7 տարի ենք իշխանության, մեր իշխանության օրոք ձերբակալվել եւ դատվել են փոխնախարար, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից նշանակված այդ պաշտոնի, նախարար արտակարգ իրավիճակների, ու այսպես շարունակ։ Նույն Հովիկ Աղազարյանը, երբ որ քրեական վարույթ էր նախաձեռնվել իր հետ կապված, նա դեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության անդամ էր, ոչ մի քաղաքական խնդիր չկար։ Այսինքն մենք ցույց ենք տվել, որ ազգային ժողովի նախագահի բարեկամ, այսպես շարունակ, այսինքն մենք ցույց ենք տվել, որ կոռուպցիայի հանդեպ մեր զզվանքը սահմաններ չի ճանաչում եւ եթե կոռուպցիայի մեջ կոռուպցիա անելիս կբռնվեն թեկուզ մեր թիմի անդամներ, մենք իրենց չենք ներելու, ոչ էլ իրավապահ համակարգն է իրենց ներելու։ Այսինքն գործով է ապացուցված, որ ոչ հարգելի հայրենակիցներ եւ գործընկերներ, ոչ գործող իշխանությունը կոռուպցիայի հետ որևէ կապ չի կարող ունենալ, ի տարբերություն մեր այսօրվա երկու խմբակցությունների ընդդիմադիր, որոնք վերից վար թաղված են կոռուպցիայի մեջ եւ կա գործընթաց։ Սրա մասին այս տակտիկայի մաս էր նաև Քոչարյանի կողմից ասած այդ ողորմելի արտահայտությունը, որ ես կասկածում եմ, որ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Ուսա ասում է մարդ, որ $100 միլիոն պլյուս երևի մի $100 միլիոն էլ գույք եւ այլն իրանց պետությունը պահանջում է որպես ապօրինի գույք։ Կարող եք ինձ օրինակ բացատրել, ո՞նց է ստացվում, որ բանն է, ասենք, նախագահ է լինում, դատարանա պաշտոնավորել, բարձում է այդքան $100 միլիոն փող ունի։ Ոնց է ստացվում։ Տաղանդավոր ժառանգներ ունի։ Բա ասենք ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես տաղանդավոր չէր, հա։ Ինչի ինքը $100 միլիոն չունի։ Կամ ասենք աշխարհում բազմաթիվ նախագահներ կան։ Բոլորը այտենց կարգը մեր ժողովուրդը ուզում է, որ մեր ղեկավարները այդպեսին լինեն, հա, որ ասենք դառնան նախագահ չունենան գումար, նախագահությունը ավարտեն, ունենան $100 միլիոն, էտա
Կամ ասենք Սերժ Սարգսյանը, այդ ո՞նց է ստացվում։ Հայաստանում ուրիշ տաղանդավոր փեսա չկար, հենց Սերժ Սարգսյանի փեսան պետքա միլիոնատեր դառնար ու հերոստաաշտարակ ունենար։ Հա, ամեն իրեն հարգող ղեկավարի փեսա պիտի հերոստաաշտարակ ունենա։ Էսա ուզում մեր ժողովուրդը։ Կամ ու այդ մարդիկ, որը այդքան ապօրինի գույք ունի, այն մյուս մարդը, որ իր բարեկամները ապօրինի գույք ունեն, իրանք իրավունք են վերապահում ընդհանրապես խոսել որևէ բանից։ Իդեպ Քոչյանի այդ աշխատողների հետ հանդիպումը էլի հիշեցի, այնտեղ ասում է ես զանգել եմ Սերժ Սարգսյանին, ասել եմ չես տեսնում կոնտրոլի տակ չի, Սերժն էլ ասեց դե կոնտրոլի տակ է, այն կողմից էլ կարծեմ Սերժ Սարգսյանն էր ասում դե այդ օրը որ մտան ռադիոտուն, իդեպ մենք ռադիոտանն ենք, մտան ռադիոտուն իրեն հարց են էլի տալիս ինչի ոչ մի բան չարեցիք, ասում է դե ես էլ մտածեցի, մենք մտածեցինք որ չի մեծանա, դրա համար բան չանենք, այստեղ երկու հարց ունեմ, էլի հարց համար մեկ, ով էր Սերժ Սարգսյանը, երբ որ մեր թիմը մտավ ռադիոտուն, ոչ մի բան էր ինքը ոչ նախագահ էր, ոչ էլ հասցրել էր վարչապետ ընտրվել, ինքը սովորական քաղաքացի Սերժ Սարգսյանն էր, ուստի հարցը առաջանում է սովորական քաղաքացին, որը պաշտոն չունի, որ ով էր իրեն իրավունք տվել ընդհանրապես որոշել իրավապահ ինչ որ բան պետք է անի թե չէ, բայց սա մի կողմ։ Այս իրենց խոսակցությունը, գիտեք ինչի է նման, որը երկու, ասենք մաֆիա է, մի հատ թայֆայա, ասենք, չգիտեմ, պայմանական նրանց անվանենք, ասենք, բան, Թալանի եղբայրություն։ Այդ Թալանի եղբայրությունը 20 տարի իրար հետ իշխել են, սկզբից Ռոբերտ Քոչյանն է եղել, հետո Սերժ Սարգսյանն է եղել, ու հիմա իրանք ու ինչ որ պահ է եկել, որ ժողովուրդը զզվել է եւ ասել է ստեսություն, սիրելի բարեկամներ, կամ ոչ այնքան սիրելի բարեկամներ, ստեսություն։ Սա շատ մեղմ եմ ասում։ Հիմա իրենք տարիներ անց երկուսով այդ մաֆիայի ներկայացուցիչները իրար մեղադրում են, ասում են ոնց տավիր իշխանությունը, այնի բա չէ, ես չտվի, դու էիր իմ դեմ պայքարում եւ այլն, ու իրենց քննարկման էությունը ոչ թե այնա, որ օրինակ, չգիտեմ, ես չեմ կրակել ժողովրդի վրա, որովհետեւ ժողովրդի վրա կրակելը սխալ էր, այլ մեկը ասում է, բան, այ գործընկեր Քոչյանը Սերժին, էլի, ասում է ես իրան ասում էի ախր որ բանը ձեռից գնում է ամեն ինչ, էլի, նկատի ուներ մի բան արա։ Այդ մի բանը բնականաբար Քոչյանը երբ որ մի բան անում է, հիմնական 10 հոգի մահանում է Երևանի կենտրոնում, կամ ասենք Առագարտ սրճարանի զուգահանում է դաշնակցական մահանում։ Իսկ Սերժ Սարգսյանը ոչ թե ասում է, օրինակ ես ուժ չկիրառեցի, որովհետև դա սխալ է, այլ ասում է դե ես մտածեցի, որ ուժ կիրառեմ, մարդկանց թիվը կավելանա։ Հասկանում եք, ես մարդկանց մտածողության ծիրը ինչի մասին է, այսինքն իրանք իրար մեղադրում են ըստ էության նրա մեջ, որ ժողովրդի հանդեպ բռնի ուժ չեն կիրառել։ Ձեզ են մեղադրում հիմա բռնի ուժ կիրառելու համար, կառավարության դիմաց ցանկացած բողոքի պատկակցեի արդյունքում կարմիր բերետավորները սկսում են ջարդել ժողովրդին։ Ես չեմ ասում դա։ Դե մայիսի 9-ին անցած տարվա։ Կներեք, բայց ասելով չի, էլի, ասելով չի։ Այսքան ժամանակ տեսել եք օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք, ասենք, սկսեմ վերևից իջնեմ ներքև, էլի, ասենք, չգիտեմ, չերոմուխաներով կրակի ժողովրդի վրա, մարդ սպանի, մարդ ծեծի։ Տեսել եք, օրինակ, ես հիշում եմ այս մաֆիան, Թալանի եղբայրությունը, մի քանի անգամ 2020 թվականից հետո եկել են Բաղրամյանի վրա, օպերայի բակում, Ֆրանսիայի հրապարակում, հարավակներ են արել, վրաններ են խփել, ոստիկանությունը ոչ մի անգամ չի խոչընդոտել, ոչ մի անգամ, ընդ որում բանը հասել էր նրան, որ քաղաքացիները մեզ էին մեղադրում, ասում էին մաքրեք սա, հիշեցնում եմ, որ այդ վրաններում բան թմրանյութերի գերդոզավորումից իրենց ինչ որ թիմակից էր մահացել Ռոբերտ Քոչյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ որ մեկը կարող էր վրան խփել որևէտեղ, հիշում եք, մարդ կար, օրինակ, մի անգամ օրինակ ես հիշում եմ 2008 թվականին վրաններ կային օպերայում, մի օր առավոտ եկան, ժողովրդին ծեծեցին, հաջորդ օրն էլ մարդ սպանեցին 10 հոգի։ Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանի օրոք օրինակ օպերայի հրապարակում ընդդիմադիր մի ուժի ներկայացուցիչ տոնածառ էր դեկտեմբերի 31-ին ուզում դնեն, բռնեցին, տարան, փագեցին, հետո հեղափոխությունից հետո ազատվեց այդ մարդը։ Այսինքն բան է, էլի, չի կարելի ժողովրդին հիմարի տեղ դնել, որովհետև լավ, ասենք այդ մարդիկ տեսել են, էլի, օրինակ ոնց է Քոչյանը կարողանում, ես զարմանում եմ, էլի, ինքը ինչ պնդաճակատություն ունի, որ կարողանում է ուղիղ եթերում ասի, դու գիտեք ինչ կա, հա իմ գույքը լրիվ օրինական, ահա դե նորմալ է, էլի, բա պիտի հարստանայինք, էլի, բան Նիկոլ Փաշինյանն էլ կոռումպացված է ու Հայաստանի ամենահարուստ մարդն է, ինքը դա կարողանում է ասենց հանգիստ դեմքով ասի։
Ինքը կամ խնդիր ունի բանի հետ, իրականության ընկալման հետ, կամ ուղղակի չգիտեմ, չունի պարկեշտության նվազագույն դոզաչափ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը լռում է այդ թեմայով։ Որ թեմայով, կոռուպցիայի, դե ինքը լռում է իր բաները, իր падգամավորները, ինչ որ տարբեր բաներ խոսում։ Իդեպ օրինակ նայեք, էլի, ինչքան իրանք չեն առերեսվում նրա հետ ինչ տեղի է ունեցել։ Ասենք Սերժ Սարգսյանի խմբակցությունում մի падգամավոր կա, կին։ Ամեն անգամ ես ասում եմ դուք իշխանազավթ եք։ Ու ես ուզում եմ հասկանամ, էլի, ինչով ենք մենք իշխանազավթ։ Մենք կարող ենք իշխանազավթ լինել, ընդ որում ես հիշեցնում եմ, էլի ո՞նց ենք մենք իշխանություն։ Երկու անգամ ընտրությունում հաղթել ենք։ Արդար, ազատ ընտրություններում, որոնք նույնիսկ իրանք չեն վիճարկի, հաղթել ենք։ Մի ձև կա, մի դեպքում կարող ենք մենք համարվել իշխանազավթ։ Եթե համարենք, որ իշխանությունը ի վերուստ պատկանում է Սերժ Սարգսյանին, որ Աստված է պարգևել Սերժ Սարգսյանին իշխանությունը Հայաստան երկրի վրա եւ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը դավադրաբար զավթել է այդ իշխանությունը Սերժ Սարգսյանին։ Բայց ասում եմ, այդ դեպքում թող իրենք հայտարարեն, որ իրենք մոնարխիստական կուսակցություն են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի մոնարխը պիտի լինի եւ հանիրավի նա զրկվել է իշխանությունից։ Ընդհանրապես իրենք Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը նաեւ անշնորհակալ են, որովհետեւ իրենք պետք է շնորհակալ լինեն Հայաստանի ժողովրդին, որ 2018-ին երբ որ հեղափոխությունը եղավ, իրենք պահպանեցին իրենց ֆիզիկական գոյությունը ու կարողանում են ընդհանրապես քայլել։ Այդ որ քննարկում են բան, պետք էր ուշ կիրառել 2018 թվականին, թե չէ։ Եթե իրանք որևէ մեկը իրենցից հանդգներ ուշ կիրառել ժողովրդի վրա, այդ ուշ կիրառող են կսատկացներ ժողովուրդը Հանրապետության հրապարակի մեջտեմ։ Կսատկացներ, շանսատակ կաներ։ Թող շնորհակալ լինեն ժողովրդին ու մի քիչ պարկեշտություն ունենան, ամբաղ-զամբաղ չխոսեն։ Ինչպես անել, որ խորհրդարանում գործընթացները վերադառնան քաղաքականություն։ Ասեմ, ինչպես անել 2026 թվականին կոչ եմ անում մեր քաղաքացիներին ոչ մի դեպքում քվե չտալ թալանի եղբայրությանը, որովհետև այդ մարդկանց մտքում իրենց միակ քաղաքական հետագիծը եւ նպատակը իրենց ապօրինի գույքը պաշտպանելն է։ Դրա համար իրենք ազգային ժողովում կսարքեն սկանդալներ, դրա համար ժողովրդին կվիրավորեն, դրա համար ծեծկրտուկներ կսադրեն ու այսպես շարունակ։ Մի ձև կա քաղաքականացնել, նորմալ քաղաքականացնել ազգային ժողովը։ Դա այնա որ էս թալանի եղբայրությունը չլինի ազգային ժողովում։ Իսկ անդիմափոխության կոչ է կա։ Տեխնիկապես այդպես է ստացվում, բայց հարցը դա չի։ Հարցը հետեւյալն է, որ ի վերջո, այն ասեմ ձեզ, այս դիսկուրսը կա մեր հանրության մեջ, որ պետքա ազատվել այս նախկինի շողքից քաղաքականության մեջ, ու իրոք պետքա ազատվել։ Օրինակ 2019-ից 2021 թվականները, այսինքն նախորդ գումարման ազգային ժողովում, էլի եղել են սուր ելույթներ, նույնիսկ մի երկու անգամ ծեծկրտուքի թեթև տենց հասել է բանը։ Բայց այն ժամանակ միևնույնն է, կար խորհրդարան, որ ինչ որ գաղափարներ էր քննարկում, որովհետև այդ ուժերը համենայն դեպս ես իրենց թալանի եղբայրություն չի անվանի։ Իսկ ովքեր են այս մարդիկ։ Ինչի մասին են իրանք ընդհանրապես։ Օրը մեջ Հայաստանի ինքնիշխանության մեջ քայլեր ձեռնարկեն, իրենց թալանը պաշտպանեն, այսքան բան։ Իրանք կապ չունեն ուղղակի Հայաստանի հետ, հասկանում եք։ Իրանք Հայաստանի հետ կապ չունեն։ Ռոբերտ Քոչարյանին լսում ես, հասկանում ես, որ սա ինչ որ երկրի քաղաքական գործիչ է, բայց սա Հայաստանի քաղաքական գործիչ չի։ Ինքը Հայաստանի մասին չի ընդհանրապես։ Ասենք մարդ որ գա ասի 44 օրյա պատերազմը սկսել են հայերը։ Դե լավ, սա մի դեպքում մեկը կարա ասի այսպեսի բան, եթե ինքը իրեն համարում է ալբանացի։ Այդ գուցե այդ դեպքում մի քիչ տրամաբանական լինի։ Կամ Սերժ Սարգսյանը հիշում եմ 21 թե 22 թվին հարցազրույց էր տալիս, Հայաստանին մեղադրում էր, որ Գանջայի քաղաքացիական ենթակառուցվածքներն է թիրախավորել, այսինքն սուտ մատնություն էր անում սեփական երկրի դեմ։ Ու այս մարդիկ խոսում են հայրենասիրությունից, սրանից, նրանից։ Ամոթ իրանց ուղղակի։ Քանի որ խոսք գնաց թե Հայաստանի ինքնիշխանության, թե Ռոբերտ Քոչարյանի մասին, տեսեք, նույն այդ միջոցառման ժամանակ մամուլի ասուլիսի նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը, եթե թույլ տաք բառացիք մեջ բերեմ, պնդել էր, թե հարաբերությունները գործընկերային, դաշնային, ռազմավարական պետք է վերականգնել Ռուսաստանի հետ եւ ներառել Իրանի գործումը։ Իրանը եւս մեզ համար իհարկե բարեկամ երկիր է, ոչ միայն նրա համար է բարեկամ, որ հարևան ենք, այլ ընդհանուր շահեր ունենք այստեղ։ Միգուցե պետք է դարձնել Հայաստան-Ռուսաստան
Ռուսաստան հարաբերությունները եռանկյունային նաև գումարել Իրանի կոմպոնենտը։ Իրանի կոմպոնենտը հնարավոր է գումարել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ըստ ձեզ։ Ես կարող եմ ասել, որն է Որում Հայաստանի ներողություն եմ խնդրում, այս ամենը ի հակակշիռ Թուրքիայի։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության նպատակն է ունենալ բալանսավորող եւ բալանսավորված քաղաքականություն։ Սա նշանակում է նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, շարունակել զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, ունենալ խաղաղություն Ադրբեջանի հետ, ունենալ կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ, այնպես անել, որպեսզի մեր միջավայրը մեզ չընկալի որպես վտանգ, միևնույն ժամանակ դրանով հանգեցնելով նրան, որ մեր միջավայրը մեզ համար նույնպես վտանգ չհանդիսանա, զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, խորացնել հարաբերությունները եւ ինտեգրումը Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ։ Սա է մեր քաղաքականությունը, բայց մեր քաղաքականությունը չէ Հայաստանը կախման մեջ դնել մի կետից, որ երբ որ գա ճշմարտության պահը, երբ որ այդ երաշխիքները, որ դու ստացել ես այդ մի կետից պիտի գործեն ու իրանք հանկարծ չգործեն։ Որ քո երկրի նախկին նախագահներն էլ կան սկսեն արդարացնել, թե այդ երաշխիքները ինչի չեն գործել։ Հիմա Թուրքիային դուք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության համար ընկալում եք, թե ոչ։ Հաշվի առնելով ձեր նաև այս վերջին շրջանի Ես ընկալում եմ, որ Հայաստանի այն իրավիճակը, երբ Հայաստանը չունի կարգավորված հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, սպառնալիք է Հայաստանի համար։ Ինչպես իդեպ ցանկացած երկրի համար, ցանկացած երկիր, որ իր անմիջական տարածաշրջանում խնդիրներ ունի այլ երկրների հետ, ընդ որում կապ չունի այդ երկիրը մեծ է, փոքր է, գերտերություն է, միջին պետություն է, եթե երկիրը խնդիր ունի իր հարևանների հետ, անկախ խնդրի բովանդակությունից, դա արդեն եթե նույնիսկ իրական սպառնալիք չի, պոտենցիալ սպառնալիք է։ Հիմա մեր խնդիրն է այդ սպառնալիքը զրոյացնել։ Դրա ձևը կարգավորելն է հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ունենալ խաղաղություն Ադրբեջանի հետ, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել։ Իրենք Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ըստ էության ոչինչ չեն առաջարկում, որովհետեւ իրենք իրենց առաջարկը ձևավորում են արժանապատիվ խաղաղություն եզրույթի ներքո, որը ինչ ասես կարող է նշանակի կամ կարող է ոչինչ չնշանակի։ Իրենք այնքան երեսպաշտ են, որ իրենց նախագահության օրոք երկուսն էլ բանակցել են Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ։ Բայց ցանկացած անգամ, երբ որ հայ պաշտոնյան հանդիպում է Թուրքիայի ներկայացուցիչ կամ հայ պաշտոնյան հանդիպում է Ադրբեջանի ներկայացուցիչ, դա իրենք ներկայացնում են որպես ազգի դավաճանություն։ Ծառան գնաց դիրը։ Հա, բանը ասում է Այս վերջերս վարչապետ Փաշինյանը, որ հանդիպում էր ունեցել Տիրանայում Ադրբեջանի նախագահի հետ, ասում է Քոչյանն է լսում էլի, ասում է ինչ ասեց։ Տենց մոտարապես ասում էր, որ շատ անարժանապատիվ կեցվածք էր, էլի։ Ասենք ո՞նց կարող է մարդը, որը օրինակ ասենք Հայր Ալիևի հետ Նախիջևանի սահմանին հանդիպել է եւ իրար հետ գառնորդելուց էին խոսում, կամ բազմաթիվ հանդիպումներ ա ունեցել նույն Իլհամ Ալիևի հետ, այդ թվում ժպտացել է այդ հանդիպումներին կամ նույն Սերժ Սարգսյանը։ Ոնց է կարելի այդքան երեսպաշտ լինել, էլի։ Այսինքն են իրենք անընդհատ օգտագործում, էքսպլուատացնում ժողովրդի հույզերը ու նպատակը գոնե էքսպլուատացնեն լավ բանի համար, Հայաստանի շահի համար, բայց նպատակը այդ չի, նպատակը իրանց դիզած 100, 200, 300, 400, 500 միլիոնավոր դոլարները պահելն է ու այնպես անելն է, որ իրենք դա չվերադարձնեն ժողովրդին, բայց ձև չունեն, իրենք վերադարձնելու են դա։ Իսկ քաղաքական դաշտը, ասում եմ, առողջացնելու, եթե ես վստահ եմ, օրինակ մեր լսողների մեծամասնությունը, օրինակ մեծամասնությունը ստեղն է հասել եւ զզվել են ուղակի ազգային ժողովի բանավեճերից ու այսպես շարունակ, չէ՞։ Բայց դրա պատճառը ո՞րն է։ Դրա պատճառն այն է, որ նախորդ 2021 թվականին ցավոք ընտրություններին մասնակցած քաղաքացիների, եթե չեմ սխալվում, 21 թե 23%-ը, նույնիսկ մի քիչ ավել, մի 27%-ը, ընտրել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերին, այսինքն ցավոք մեր քաղաքացիները որոշել են այդ մարդկանց, որոնք ուղղակի թաթախված են թալանի եւ կոռուպցիայի մեջ, ուղարկել ազգային ժողով։ Հիմա ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին չանել դա։ 1000 ուրիշ մարդ կա, թող ընտրեն ամենաանդիմադիր մարդկանց, որոնք ատում են իշխանության, եթե չեն ուզում ընտրել իշխանության, բայց ոչ սրանց։ Իսկ ընդհանրապես ավելի ճիշտ կանեն ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետև ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր միակ ուժն է, որը իրատեսական
նախագիծ ունի։ Դա իրական Հայաստանի նախագիծն է, իրատեսական նախագիծ, թե ինչպես Հայաստանը կարող է գոյատևել մեր տարածաշրջանում ներկայիս աշխարհակահաղական իրողությունների պայմաններով, որտեղ եթե մենք լսենք, ես ձեզ երաշխավորում եմ, եթե մենք լսենք թե ինչ է ասում Քոչյանը, Սերժ Սարգսյանը կամ մյուսները, արտախորհրդարանական ուժերը, եւ անենք թե այն թե ինչ են իրենք ասում, Հայաստանը ուղղակի աղետի եզրին կկանգնի։ Այս նախընտրական նոտայով ավարտվենք, հա, Քարոզ Չական։ Ինչու ոչ։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ես Լևոն Սարդերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։